Հայը Սիմոն Վրացյան, ծննդավայրը Նոր Նախիջևան, պաշտոնը Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ, պատգամը կմաղթեմ, որ աշխարհի բոլոր անկյունները ցրված հայությունը ամփոփվի մեր հայրենի հողերուն վրա, դառնա մեկ սիրտ ու մեկ հոգի եւ շենացնե Հայաստանը։ Սիմոն Վրացյանը ծնվել է 1882 թվականին Նոր Նախիջևանի Մեծ Սալա գյուղում։ Սկզբնական կրթությունը ստացել է Նոր Նախիջևանի միջնակարգ դպրոցում։ Մանկության օրերի մասին հետագայում Վրացյանը գրել է. «Մեր տունը Մեծ Սալայի հանրածանոթ մեծ տներից էր, որ մի շարք նշանավոր գյուղապետներ, օդամաններ էր տվել գյուղին։ Վերջինը իմ պապը, Մերկեանի Քերոբը, ուտող խմող քեֆ սիրող մարդ էր։ Հոր ամբողջ հարստությունը վատնելուց հետո կտակել էր, որ իրեն թաղեն քեֆի ընկերները, դհոլ զուռնայով, եւ գերեզմանի վրա նվագել տան իր սիրած եղանակները։ Այդպես էլ կատարվում է։ Ի զարմանս գյուղացիների եւ իմ մեծ զայրույթ ծխատեր քահանա Տեր Ալեքսանի հանգուցյալի դագաղին հետևում են զուռնաչիներն ու գյուղի նշանավոր լոթիները։ Հռչակավոր զուռնաչի Քարփուշը եւ ընկերները ամբողջ ճանապարհին մինչեւ գերեզմանատուն նվագում են պապի սիրած Խարիտ Մելքոնի տխուր մեղեդին, դառն արցունք քամելով հուղարկավորների աչքերից։ Մեր տունը մենավոր արագիլի պես բարձր կանգնած էր ընդարձակ ու մերկ բակի ծայրը վերևի թաղում ժամի մահալայի դիմաց կամուրջի մոտ ձորի գլխին։ Մեր սուֆայից լայն ու երկար պատշգամբից բացվում էր գեղեցիկ տեսարան եկեղեցու եւ գյուղի մեծ մասի վրա։ Այս սուֆայում անցավ իմ վաղ մանկությունը, վերը կտուրի տակ բույն դրած ծիծեռնակների ընկերակցությամբ։ Մայրս պատմում էր, որ ամենքի ուշադրությունը գրավող երեխա եմ եղել ես, տեսոք։ Ժամի մահալայից օպու Ռոսկանի կինը, չար աչքերով Ճատու Սուլթանը, այն, որ Տեր Արսենի սիրունին է եղել, մի օր տեսել է ինձ եւ մորս ասելով ապշահարկեցել է։ Օֆ, աս ինչ թոսուն տղա է, բացականչել է նա եւ ուզեցել է գրկել ու համբուրել։ Ես մորս ասելով սաստիկ վախեցել եմ եւ լացով ու գոռոցով մորս գիրք ընկել։ Դրանից հետո ես ծանր հիվանդացել եմ եւ հազիվ ազատվել մահից։ Սիմոն Վրացյանի ծնողները ապրելով Ռուսաստանում միշտ էլ կարևորել են իրենց զավակների հայեցի դաստիարակությունը։ Հատկապես մայրը անհանգստանում էր, որ իր զավակները հեռանում են հայ եկեղեցուց ու հայոց լեզվից։ Տարիներ անց Սիմոն Վրացյանը իր հուշերում բավականին պատկերավոր նկարագրում է իր ընտանիքի մթնոլորտը, գրելով. «Երջանիկ չէին սակայն մեր ծնողները, մորս սիրտը մղկտում էր, ճակատը ավելի եւ ավելի ծածկվում էր խիտ կնճիռներով։ Մայրական սիրտը կծկվում էր, երբ տեսնում էր, թե ինչպես արագ օտարանում են իր զավակները։ Միտք արա այ մարդ, ինչ անենք, աղաչում էր նա հորս, եւ միտք էին անում, բայց ելք չէին գտնում։ Հարամը լա մեր կերած հացը, կրկնում էր մայրս արցունքն աչքերին։ Ավելի աղեկ է գեղը չոր հաց ուտեինք, քաղցած ապրեինք, միայն թե տղաքս հայ մնային, հայի ժամե չզրկվեին, հայնակ կալաճի անեին։ Մեզ համար անըմբռնելի էր մորս սուքն ու լացը։ Ինչու է ուզում, որ անպատճառ հայ մնանք։ Հետագայում Սիմոն Վրացյանը դարձավ իր ժամանակի այն բացառիկ մարդկանցից մեկը, ով ծնողներից ստացած դաստիարակությունը փոխանցեց եկող սերունդներին։ 1900-1906 թվականներին Սիմոն Վրացյանը սովորում է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում եւ դառնում է Կոմիտաս վարդապետի սիրելի սաներից մեկը։ 1908-1910 թվականներին պատանի Սիմոն Վրացյանն ուսումը շարունակում է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական եւ մանկավարժական ֆակուլտետներում։ 1906 թվականից Վրացյանը սկսում է հեղափոխական գործունեությունը։ Զենք է ձեռք բերում եւ ուղարկում Արևմտյան Հայաստան ֆիդայական ջոկատներին։ 1907 թվականին մասնակցում է Դաշնակցական 4-րդ կոնգրեսին։ Հետագայում Սիմոն Վրացյանն ազգին ծառայելու ու նվիրվելու տեսակը կապում էր ջեմարանական տարիներին ստացած կրթության հետ, որտեղ էլ ձևավորվել էր նրա աշխարհայացքը։ Վրացյանը արդեն 1908 թվականի սահմանադրությունից հետո, երիտուրքական սահմանադրությունից հետո նա հասնում է Ամերիկա, բավական երկար այնտեղ աշխատում է Ամերիկայի կոմիտեում, հայրենիք թերթում, ապա որպես Ամերիկայի Դաշնակցության կոմիտեի պատգամավոր ընտրվում է 1914 թվականի առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին գումարված Դաշնակցության 8-րդ ընդհանուր ժողովի պատգամավոր եւ այդ ժողովի ընթացքում նա ընտրվում է Դաշնակցության բյուրոյի անդամ եւ այստեղից արդեն նրա գործունեությունը թեւակոխում է մի նոր փուլ, ավելի ընդգրկուն է լինում, ավելի ծավալուն եւ ավելի շատ են երևում քաղաքական
գործիչի, քաղաքական մտածողի նրա ուղղվածությունները։ Հայաստանի անկախության հռչակումից հետո Սիմոն Վրացյանը նշանակվում է դիվանագիտական առաքելության ղեկավար Հարավային Ռուսաստանի կամավորական բանակում։ 1919 թվականին Վրացյանն ընտրվում է Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի падգամավոր։ 1920 թվականի մայիսից նրան է վստահվում գյուղատնտեսության եւ աշխատանքի նախարարի, այնուհետև վարչապետի եւ ներքին գործերի նախարարի պատասխանատու պաշտոնները։ Ես հավատացած եմ, որ ձեր եւ երկրի աջակցությամբ կհաջողվի տագնապալի այս վիճակից դուրս գալ պատվով, հավատով ասել է Սիմոն Վրացյանը իր նշանակման օրը, դիմելով խորհրդարանին։ Ինչպես Քաջազնունին, այնպես էլ Վրացյանը փորձեց բազմակուսակցական կառավարություն ստեղծել։ 1920 թվականի մայիսի 28-ն էր։ Այսօրվա պես աչքիս առջևն է տեսարանը, արևոտ եւ պայծառ օրեր։ Մասիսի ձյունոտ գագաթը կարծես ճառագայթներ էր տարածում շուրջը։ Մասիսի հովանու ներքև, Երևանի սրտում, Պարետի հրապարակի վրա հայոց ավականին հաղթական հավաքվել էր տոնելու հայրենիքի ազատության տարեդարձը։ Իրար կողքի կանգնած էին խորհրդարանի նախագահը, հայոց բանակի սպարապետը, ամենայն հայոց կաթողիկոսը։ Իմ ուշադրությունը հատկապես գրավում էր կաթողիկոսի դեմքը, երկար, սպիտակ մորուքով զարդարված։ Ամեն անգամ, երբ դպիրները երգում էին եւ «Հանրապետություն Հայաստան աշխարհի», կաթողիկոսի դեմքը կարծես պայծառանում էր, հայացքը ուղղված Պարետի դրոշազարդ շենքի գլխին ծածանվող եռագույնին։ Նա չէր նկատում աչքերից հոսող արցունքը, որ կաթիլ սահում էր մորուքն ի վար։ Երբ որ Քաջազնունին 1919 թվականի մարտին անցավ արտասահման, նրան փոխարինեց որպես պաշտոնակատար Ալեքսանդր Խատիսյանը, Սիմոն Վրացյանը ինքը մասնակցում էր դարձյալ պետական շինարարական աշխատանքներին, իսկ այնտեղ խնդիրները բազմաթիվ էին եւ տարաբնույթ։ Որբերի գաղթականության խնդիր կար, թաթարական ընդդիմադիր տարրերի դեմ պայքարելու խնդիր կար։ Սիմոն Վրացյանն էր Դաշնակցության ցուցակի ընտրական այդ ցուցակի հեղինակը, այսինքն նա էր կազմել այդ ցուցակը, որը հաստատվեց։ 1920 թվականի գարունը Սիմոն Վրացյանի հավաստմամբ բացառիկ ժամանակ էր Հայաստանի համար։ Անկախության գաղափարն արդեն սերմանվել էր ժողովրդի մեջ, նույնիսկ թերահավատների մտքում։ Հայաստանի Հանրապետությունը արագ կազմակերպվում էր, իբրև պետություն ակնհայտ նվաճումներ գործելով թե ներսում, թե արտաքին աշխարհում։ Վրացյանը գրում է. այնքան հուսախաբություններից եւ տանջանքներից հետո հայ ժողովուրդը հոգեպես կազդուրվում էր եւ լավատեսությամբ նայում իր ապագային։ Հույսի օրեր էին երկրի ներսը, հույզի օրեր էին դուրսը, տարագիր հայության մեջ։ Եզրափակում է իր խոսքը Հայաստանի առաջին հանրապետության վերջին վարչապետը։ Փույթ չէ, ժամանակի փիլիսոփայությունն էլ պետք է հաստատված լինի հավիտենական, հանրապարտադիր սկզբունքների վրա, որոնց հիմքը մարդն է, իբրև գիտակից եւ բարոյական անհատականություն։ Կա կյանքի հավիտենական փիլիսոփայություն, որ ասում է. լավ է խեղդվել զուլալ ջրի մեջ, քան թե ամբողջ կյանքում թավալվել տիղմում։ Փետրվարյան, ուրեմն ապստամբության ժամանակներում ընկբատվի, որ ամբողջ այդ ամիսներուն ընթացքին ինքը պանդարգված մնացած է վարչապետարանի իր գրասենյակին մեջ, պանդարգված մնացած այն իմաստով, որ գործերը այնքան հրադապ էին, որ ժամանակ չուներ դուրս ելնելու, դուներ տալու գալու եւ այլն, ուրիշ բաներով զբաղելու, նույնիսկ ուրեմն գրասենյակի գողքի սենյակի մեջ հաստատած էին իր մահճակալը, հոնգը կնանար, հոնգը մնար։ Այդ ուրեմն ժամանակամիջոցին մեկտեղ գսե, որ մեկ օր, մեկ ժամ բացակայած է իր գրասենյակին, կացած է ուրեմն իր դողուն թաղումին։ 6 տարեկան երեխա մեռած է եւ երևի իմաստված են իրեն, մեկ ժամով բացակայած է, կացած թաղումին ներկա եղած վերադարձած է։ Այնտեղ են իմանաց, որ այս մարդը նաև անձնական ընտանեկան կյանք ունի, պետք է ունենար, չէ՞, եւ այսքան միայն։ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանը խորհրդայնացավ։ Երկիրը ղեկավարում էր Հեղկոմը, Կարմիր բանակի պաշտպանության ներքո։ Այնուհետև ստեղծվեց Հայրենիքի փրկության կոմիտեն Վրացյանի ղեկավարությամբ։ Փետրվարյան ապստամբության օրերին բոլշևիկները պարտություն կրեցին։
Ապրիլի 2-ին Կարմիր բանակը Երևանում էր։ Առաջին հանրապետության կառավարությունն ստիպված հեռացավ քաղաքից։ Սիմոն Վրացյանը, առաջին հանրապետության վերջին վարչապետը, ով պաշտոնավարեց ընդամենը 8 օր, այդ չարաբաստիկ օրերի մասին հետագայում պատմել է. Վերջին փամփուշտը պարպելով Հայաստանի մարտիկները, կառավարությունն ու պաշտպանությունը, բոլոր նրանք, ովքեր մերժեցին ենթարկվել ստրկության անարգ լծին, հաշտվելով հայրենիքի անկախության կորստի հետ, հուլիսի 10-ին ճեղքեցին կամուրջներ չհանդուրժող կատաղի Արաքսն ու անցան Պարսկաստան, տանելով իրենց հետ անկախ Հայաստանի դրոշը, շարունակելու համար գաղափարական պայքարը հայրենիքի ազատության համար։ Եզրափակում է իր խոսքը Սիմոն Վրացյանը։ Հայ բոլշևիկները սկսեցին ուրացումով եւ մերժումով ամեն բան, որ ազգային է, զուտ հայկական, գաղափարապես եւ նյութապես բնաջնջելով ազգային ամեն արժեք։ Հիմա ուզում են հավատացնել, թե հայոց ազգը իրենք են, հայ գնահապետից սկսած, մինչև ընկեր մացակ ու միսակ իրենցն է հայոց պատմությունը։ Եվ հասան մինչև այնպիսի ցնդաբանության, որ Սարդարապատն ու Բաշ ապարանը մայիսի 28-ն էլ իրենք են կերտել։ Վաղը երևի հավատացնելու համար, որ Երևանի բանտում կացնահարված դաշնակցականները իրենք են կացնահարել իրենց։ Եվ անշուշտ հավատացողներն էլ կգտնվեն։ Այս զարմանալի դարում ամեն բան հնարավոր է եւ ներելի։ Նա իսկապես բավական ակնառու դեր է ունեցել Հայաստանի առաջին հանրապետության շինարարության գործում եւ փաստորեն անմնացորդ նվիրվել է Հայաստանի ազատագրման, հայ ժողովրդի ազատագրման դատին, ի վերջո հայապահպանման բուրմ գործունեություն է ծավալել Սփյուռքում եւ վերջապես հանդիսանում է հայ քաղաքական մտքի կրողը։ 1921 թվականին Սիմոն Վրացյանն ապրում էր Ֆրանսիայում, Ամերիկայում, այնուհետև տեղափոխվում է Լիբանան, ուր շարունակում է իր քաղաքական գործունեությունը։ 1945 թվականին Վրացյանը, որպես հայկական ազգային կոմիտեի նախագահ, վերջնագիր է ներկայացնում Սան Ֆրանցիսկոյում ՄԱԿ-ի հիմնադիր հանձնաժողովի կազմակերպիչ պետություններին, նրանց ուշադրությունը հրավիրելով հայ ժողովրդի հանդեպ թույլ տրված պատմական անարդարության վրա։ Հասկանալի է ու բնական, որ թղթե շերեփներով հարիսա չկարողանալով ստանալ, Խրիմյանի հաջորդները ձեռք առին երկաթե շերեփներ եւ հայոց լեռներում որոտած հայ հեղափոխականի մոսինը։ Լսեցին խելագարված երգչի մեղայականը, հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է։ Մեր նախնիքը ազգի համար իրենց կյանքը զոհեցին։ Զոհենք եւ մենք, սովորենք զոհելու եւ զոհվելու։ Հին հույն իմաստասերն ասել է. ամեն բան հոսում է, կյանքն էլ է հոսում, աշխարհը եւս հոսում է։ Հոսում է որոշ տրամաբանությամբ, համաչափության մեջ, անվարան, վայ նրան, ով ականջ չունի լսելու կյանքի համանվագը։ 1951-ից մինչև 1969 թվականը, այսինքն մինչև կյանքի վերջին օրը, Սիմոն Վրացյանն աշխատեց Բեյրութում, որպես համազգայինի նշան Պալանջյան ճեմարանի տնօրեն։ Սփյուռքահայ գրող Մուշեղ Իշխանը, ով եղել է Վրացյանի աշակերտը եւ երկար տարիներ ճեմարանում աշխատել է նրա հետ, իմ ուսուցիչներս հուշագրության մեջ գրում է. Վրացյանը սիրում էր ներկա գտնվել ուսուցչական բոլոր ժողովներին, սիրում էր մասնավորապես մանկապարտեզի եւ նախակրթարանի փոքրիկներին եւ հաճախ էր քայլերն ուղում դեպի մանուկների բաժինը։ Փոքրիկներից շատերը նույնիսկ չգիտեին, որ եկողը տնօրենն է, եւ նրան շփոթում էին հյուրի հետ։ Մի օր ճեմարանի մեծանուն տնօրենը մոտենում է փոքրիկներից մեկին, ով ըստ երևույթին պատժված էր դասարանի դռան առջև։ Ինչու պատժած է քեզ օրիորդը, հարց կուտա Վրացյանը մեղմությամբ։ Փոքրիկը զարմանքով նայում է, մի պահ լռում, ապա պատասխանում. Ատքու գործը չէ, դու ՊՏՏ եւ գնա։ Մի ուրիշ անգամ էլ, երբ առավոտյան ժամը 10-ի կողմերը Վրացյանը մտնում է ճեմարանի մանկապարտեզ, փոքրիկներից մեկը դիմավորելով նրան ասում է. Շատ ուշացար, օրիորդը պիտի պատժե քեզ։ Վրացյանի համար չափազանց հաճելի էին ճեմարանի մանուկների այսօրինակ համարձակությունները, եւ ինքը դրանք սիրում էր պատմել, ավելացնելով. Ես ինչ տնօրեն եմ, որ պստիկներն ալ գիտեն, թե ես շրջող հյուր եմ։ Վրացյանը շատ այսպես հատկանշական մարդ էր, մա միշտ կոչկված, գուքար գնստեր գրասեղանին առջև, ամբիոնին վրա,
ցերքին ոչ թուղթ կար, ոչ նոտ կար, ոչ քիրք կար եւ ոչինչ կար։ Եվ կսկսեր խոսելու։ Կխոսեր, ուրեմն իր նյութը կպատմեր թիվով, թվականներով, մանրամասն անուններով առանց որևէ բան մոռնալու, առանց գմգմալու, առանց որևէ փնտրդուք քնելու։ Գանունավոր նախատեսություններով լրիվ եւ որ բահը գվերջանար իր տասախոսությունը վերջացած կլար։ Հայրենիքի մարտիկը Սիմոն Վրացյանը, ինչպես իր նախորդները, սերունդներին թողեց գրական պատմական հսկայածավալ ժառանգություն։ Արժեքավոր նյութեր են պարունակում նրա Հայաստանի Հանրապետություն մենագրությունը, կյանքի ուղիներով 6 հատորյակը եւ մի շարք գրքեր նվիրված հայ աղափողական դաշնակցության պատմությանը։ Գրքերից մեկում Սիմոն Վրացյանը հիշում է. ընկերներից մեկը պատմեց Հայաստանի Հանրապետության վերջին դեպքերի փետրվարյան ապստամբության մեջ իմ ունեցած դերի մասին։ Մարդը, ում պատմում էր այդ ամենը, լսում էր զարմանքից լայն բացած աչքերով։ Եվ այդ բոլորից հետո դուք չէիք հուսահատվել եւ շարունակում էիք հավատալ, թե ձեր իդեալին պիտի հասնիք, հարցրեց նա շվարումով։ Վրացյանը պատասխանել է. այո, շարունակում եմ հավատալ։ Ինչու պիտի չհավատամ։ Ես չհասնեմ, ինձանից հետո եկողները կհասնեն իմ իդեալին։ Կյանքը պայքար է, բարեկամ, եւ վայ պայքարի դաշտը լքողին։ Նա անպատճառ կտրորվի կյանքի անիվների տակ։ Իրոք որ մարգարեական խոսքեր։ Վրացյանի, Քաջազնունու, Աղբալյանի ու Շանթի պայքարը շարունակեցին հաջորդ սերունդները, ովքեր հասան այդ վեհ իդեալին, որի անունն էր անկախ Հայաստանի Հանրապետություն։ Ապրում ես երկար տարիներ այս մոլորակի վրա եւ չես նկատում, որ կյանքն էլ ունի այսպես ասած իր հանգրվանները, իր ուղիները եւ այդ ուղիների վրա բազմաթիվ ու բազմապիսի կայաններ։ Ու մի օր էլ մտածում ես մաքրել սենյակներդ ու գզրոցներդ, դուրս նետել ինչ որ հնացած է այլևս եւ անկարևոր, ինչ որ ծածկվել է ժամանակի անագորույն փոշիով, իմաստից զուրկ է դարձել, բայց ինչպես նետել կյանքիդ կտորը։ Կանի Սիմոն Վրացյան դեսողության լուրջ դգարություն ուներ այդ խորդարիկին, ես ուրիշներու գարկին անշուշտ, ես ալ իր կովգերտայի որոշ ընթերցումներ գադարելու եւ նաեւ իր գարկմը թելատրանքները գրի առնելու։ Իր վերջին հադորներու 2-3 հադորները այդպես ուրեմն մեջտեղ եկած են իր աշակերտներուն կամ իր կորզագիցներուն միջոցով օգնությամբ, որովհետև ինք այլևս չեր գրնար գրի առնել իր մտածումները ֆիզիկական դգարություն չուներ, բայց աչքը չեր արդոներ, որ ինքը այդ կորձը ընե։ Տարիներ անց հայրենիքից հեռու Լիբանանում Հայաստանի առաջին հանրապետության վերջին վարչապետը Սիմոն Վրացյանը գրեց իր կյանքի ուղիներով հուշագրությունը, որի հենց առաջին էջում կարդում ենք. այս հատորը սիրով նվիրում եմ Մասիսը չտեսած, բայց տարագրության մեջ Մասիսի երազով տոչորող հայ տղաներին եւ հայ աղջիկներին, որոնց մատաղ սիրտը բաբախում է Հայաստանի համար։ Վրացյանի սիրտը հետագայում նույնպես պետք է բաբախեր միայն ու միայն Հայաստանի համար։ Մինչև կյանքի վերջին օրը նրա կողմից արտասանած Հայաստան բառը պետք է աղոթքի պես հնչեր։ Վրացյանի բարձրապես ներկայությունը, բանը մեջ դբրոցեն ներս, բարձրապես Հայաստանի ներկայությունն էր, եւ մենք ինք այդպես կտեսնեինք։ Շարժուն Հայաստաններ, որ բանը մեջ գջեմեր։ Սիմոն Վրացյան մեծանուն հայի մասին Մուշեղ Իշխանը գրել է. մտքեն առաջ սիրտն էր խոսողը, աղքատին, թշվառին եւ անպաշտպանին հանդեպ, քանի օրինակներ կարելի է հիշել Վրացյանի բարեսեր արարքներեն, որոնք սակայն մոտիկ գործակիցներուն միայն ծանոթ կմնան, կօգներ լուր ու գաղտնի, իր համեստ ամսականին հետին դահեկանները բաշխելով, եթե միայն իրեն մնար, քանի մտարվան ընթացքին ճեմարանը ընդունակ էր լեցնելու ձրիավարժ սաներով։ Ինչ անենք, հայմանուկը փողոց ձգենք, չեք տեսնում ինչպես մղկտում է մայրը, կարող է նա փող վճարել։ Դե, արձանագրեցեք, Աստված մեծ է, մի բան կանենք։ Ընկեր Վրացյանը երբ խոս եկավ, դրոն ընտանիքով գպնագեր, իր ընտանիքը եւ զավակը մեկնեցան Ամերիկա, դրոն եւ Վրացյանը մեկ դան մեջ կպնագեին։ Վրացյանը անհուն աշխատող մարդ էր, ուր օրմը խոսը խուպ մանգերներով իրեց մոտ էինք, Վրացյանը մեկ պարսը,
հետևյալ ցևով։ Էսավ ցանկը այսպես էսավ։ Վարչապետը գլա վարժապետ։ Սիմոն Վրացյանի մեծագույն ցանկությունն է եղել հայ ժողովրդի տարագիր բոլոր բեկորները հավաքված տեսնել հայրենի հողի վրա։ Անձնական կյանք չունեցող Գորչի ապրումներն ու մտահոգությունները ամբողջությամբ կապված են եղել նոր սերնդի հայեցի դաստիարակության կենսական գործին։ Ժամանակակիցները այսպես են բնութագրել մեծանուն հային։ Վրացյան հեղափոխականը, գործիչը, խմբագիրը, վարչապետը եւ վարժապետը նույն անձերն էին, միևնույն առաքելության զինվորյալը, նույն գաղափարի մարմնացումը, ազգ եւ հայրենիք, հայրենիք եւ դպրություն, հայոց անցյալ եւ ապագա։ Սիմոն Վրացյանը այն հազվագյուտ դեմքերեն էր, որոնք սովորություն չունեին իրենց անձի կամ մտերիմ ապրումների մասին խոսելու։ Կարծես ներքին աշխարհ չուներ երկաթե այս մարդը։ Վրացյան նաև այն մարդը չէր, որ իր անձնական հարցերը, սկացումները եւ այլն այդպես դրսևորեր, բացահայտեր։ Մեկ օրինակ դալու համար ասեմ, որ Վրացյանը իր ամուսնացած էր եւ ուրեմն մեկ աղջիկ ուներ։ Դարդամորեն գիտեինք, ավելի մոդեն քիծողներ կային, որ այդ աղջիկը գաբրեր Կանադա, որ լրագրողի էր, օդար լեզվով եւ որ ուրեմն գնամակցեր հետը։ Մարդիկ կարծում են, թե իրենք ամենազոր արարածներ են։ Իրենք են շարժում աշխարհն ու կյանքը, մինչդեռ աշխարհն ու կյանքն են շարժում մարդկանց։ Աստված, ճակատագիր թե բախտ կամ ուրիշ մի բան, ես չգիտեմ։ Գիտեմ, սակայն համոզված եմ, որ դու ինքդ չես քո տերը։ Դու ենթադրող ես, այո, բայց վերջին հաշվով կարգադրողը ուրիշն է։ Մարդիկ, հանգամանքները, ինչ որ անծանոթ մի ուժ, ով կարող է ասել։ Պատմում են, որ Սիմոն Վրացյանը երբեք չէր սիրում խոսել մահվան մասին։ Կյանքի միջև վերջին վայրկյանը նրա բոլոր մտահոգությունները կապված են եղել ազգին, հայրենիքին առնչվող հարցերին։ Գեղեցիկ, անչափ գեղեցիկ տողերով է նկարագրել Մուշեղ իշխանն իր սիրելի ուսուցչի։ Սիմոն Վրացյանի կյանքի վերջին օրերը։ Հաշիվները փակած եւ պայուսակները կապած ճամփորդի տրամադրությունը խորթ էր իրեն։ Գիտեր, թե մահը անխուսափելի վախճանն է կյանքին։ Գիտեր նաեւ, թե պիտի չուշանա անոր այցելությունը, բայց ատիկա ոչ ողբերգություն էր, ոչ հալ առօրյա մղձավանջ։ Սպառվեցավ շիթ հար շիթ եւ ի վերջո մարեցավ յուղասպար կանթեղի մնման։ Այս շրջանին ամեն օր հավատարիմ այցելուներ ուներ, որոնք քով կերթային կամ էջմը բան կարդալու կամ հետը զրույց ունենալու։ Անոնք բոլորն էլ կրնան վկայել, որ չարչարանքի ահավոր այդ ամիսներուն Սիմոն Վրացյան պահեց մեծ մարդու իր արժանինքները՝ հոգեկան կորով, իմացական պայծառություն, ազգային եւ ընդհանրական շահագրգռություններ։ Ամենեն տկար եւ տանջալից վիճակին մեջ անգամ գիտցավ մեկ կողմ նետել իր եսը եւ ապրել հայ ժողովրդի ճակատագրին հետ առնչված հարցերով։ Սիմոն Վրացյանը սուր միտք էր եւ նաեւ այդպես ներող եւ ամեն ինչ նորամուտությամբ նայող չէր, երբ այդ իր ոտքը գոդրեց վերջին անգամ բամը որ զինքը սկետնեց անշուշտ սովորական բժշկական քննությունները գադարել է յետք բժիշկը իրեն հարցուցեր էին կարապերեն չեր գիտեր եւ գուզեր միշտ հայերեն բադասխանել իր հետը մեր ուսուցիչներեն եւ իր խնամադարը պաստորեն ջեմարանի ուսուցիչներեն Անտուան Կեյանը սրը ուրեմն թարգմանի տեր գդարեր ուրեմն բժիշկը հարցուց դեսողությունը ինչպես է սրնալ ծառնալով ուրեմն հայերենով հարցնես Սիմոն Վրացյանին դեսողությունը ինչպես է Սիմոն Վրացյանը պատասխանը իրեն ասե որ իր սիրած մարդիկը հերվեն գտեսնե իսկ իր չսիրած մարդիկը կողնալ նստին չի դեսներ Ես սիրում եմ ամառվա անձրևը կարծես թարմ արյուն է ներարկում երակներիդ մեջ ոսկի մանկությունդ է հիշեցնում մանկությունն անցավ անդարձ վերջին կայանը հեռու չէ ոչ բալախ ոչ եղեգենը ժույգ նստած եմ ահա եւ երազում եմ անձրևի մասին ինչքան հիշատակներ անձրևի հետ կապված անձրևը կենսատու ուժ էր մեր գյուղերում թաթավ չկա հաց չկա ասում էր իմ իմաստուն քեռի մի քիչ քան երբ անձրևը ուշանում էր գյուղի պարավները աղոթում էին ծնկաչոք
եւ երկնքից թաթավ խնդրում, բաս կատարած Հիսուս Քրիստոս, Մարիամ Աստվածածին, թաթավ բեր մեր չոլերուն, մեր գյուղացին հացե զուրկ չի մնա։ Ես սիրում եմ ամառվա անձրևը, ինչքան հիշատակներ անձրևի հետ կապված։ Սիմոն Վրացյանի մոտ հյուրընկալվում են Հայաստանից ժամանած մի խումբ պատմաբաններ։ Բավականին հուզիչ հանդիպում է տեղի ունենում։ Երիտասարդ պատմաբանները քաջ գիտակցում էին, որ իրենց առջև Հայաստանի առաջին հանրապետության վերջին ապրող վկան է՝ մեծ հայը, ազգային գաղափարների նվիրյալ մարտիկը։ Հանդիպման վերջում երիտասարդ պատմաբաններից մեկը հարցրել է. «Ինչ պատգամ կուզեք տալ հայ ժողովրդին, իբրև վաստակաշատ մտավորական գործիչ»։ Վրացյանը մի պահ լռել է, ապա իր խրպոտ ձայնով աղոթքի պես հատիկ-հատիկ արտասանել. «Կմաղթեմ, որ աշխարհի բոլոր անկյունները ցրված հայությունը ամփոփվի մեր հայրենի հողերուն վրա, դառնա մեկ սիրտ ու մեկ հոգի եւ շնացնե Հայաստանը»։ Մարդիկ թերևս դժվար կպատկերացնեն, թե ինչպես այսքան երկար տասնամյակներու ընթացքին Սփյուռքի հայությունը այդպես չուծացած, չայլասերած, վար բահաձե իր հոգին մեջ հայրենիքի սերը, ազատության սերը եւ այլն, բայց կմոռանան, որ այս մարդիկը գային։ Հայաստանը ներկայություն էր մեր մեջը, մեր շուրջը շնորհիվ այս մարդոց, որոնք վստահորեն ոգի եւ շունչ փոխանցեցին, որոնց շնորհիվ նաեւ սերունդները բահեցին իրենց հայկական ինքնությունը։ Սիմոն Վրացյանի մահով հայության կյանքից հեռացավ ոչ միայն անձնվեր ազգային գործիչ, քաղաքական ու պետական փայլուն դեմք եւ շնորհալի գրող, այլև զորեղ անհատականության տեր շատ ինքնատիպ մի մարդ, ում հոգին անխոցելի էր թաքուն գանձերով, գանձեր, որոնք իր ազգինն էին, իր ժողովրդինը, իր կուսակցությանը, իր ճամարանինն ու յուրաքանչյուր հայինը, գանձեր, որոնց շնորհիվ նաեւ մի գեղեցիկ օր պետք է դրվեին այսօրվա Հայաստանի հիմքերը։